Նիկոլ Փաշինյանը մտադիր է 2026 թվականի նախընտրական պայքարը սկսել քաղաքական խայտապղետ դեմքերով, արվեստագետներից մինչև բժիշկներ ու քաղաքական գործիչներ։ Բայց ավելի ուշագրավ է այն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում հնարավոր է հայտնվեն որոշ ընդդիմադիր անուններ։ ՔՊԱ-ացումը սկսվել է վարչական խողովակներով եւ շատ ավելի վաղ։ Եվրոմեդիայի աղբյուրները հայտնում են Սյունիքի մարզում Փաշինյանի թիրախավորված ջանքերի մասին։ Ասում են, այստեղ վարչապետը փորձում է կուսակիցներ գտնել հենց համայնքապետերի ու նրանց տեղակալների շրջանում։ Իսկ բանագնաց այդ ուղղությամբ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է։ Նկատենք, ինքը Ռոբերտ Ղուկասյանը 2018 թվականից Կալավանից հասավ կառավարական շենք եւ միանգամից Նիկոլ Փաշինյանի խորհրդական դարձավ։ Իսկ հետո 2020 թվականի պատերազմից հետո նշանակվեց Սյունիքի մարզպետ եւ մինչ օրս իրեն պարտական չի համարում Փաշինյանին իր կուսակցական անդամատոմսը ընդունելու։ Իսկ հետո 2020 թվականի պատերազմից հետո նշանակվեց Սյունիքի մարզպետ, բայց ահա անկուսակցական մարզպետը ըստ աղբյուրի ջանում է, որ ԿՊԱ-ցնի Սյունիքի 3 համայնքապետերին եւ նրանց տեղակալներին, ովքեր ընդվզել են 44-օրյա պատերազմից հետո վարչախմբի դեմ, ընդհուպ Սյունյաց ողջուններով են ուղեկցել Փաշինյանին չստացված այցերից մեկի ժամանակ։ Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Սյունիքի մարզպետին, վերջինս էլ նշել է մեջբերում համայնքապետերին իբր մարզպետի կողմից ԿՊԱ-ցնելու մասին ձևակերպումները բացարձակ սուտ են եւ անլուրջ, յուրաքանչյուր մարդ իր քաղաքական դիրքորոշումն ունի եւ գիտենք, որ համայնքների ղեկավարները Սյունիքում առաջնորդվում են իրենց համայնքների շահերով։ Մարզպետը չի պատրաստվում նրանց կուսակցական դարձնել եւ այդ ամենը հերյուրանք է։ Եվ ի դեպ Սյունիքի մարզպետը չի հերքել համայնքապետերի ԿՊԱ-ցման մասին տեղեկությունը, այլ սուտ եւ անլուրջ է որակել դրան իր մասնակցությունը։